Պարոն Բաղդասարյան, ինչպես է գնահատում եկեղեցու շուրջ ծավալվող այս իրադարձությունները, արդյոք այսպես եկեղեցին ներսից պառակտելու փորձերը հաջողված են։ Այո, հաջողություններ իշխանությունները պետք է ասել, որ արձանագրում են այդ գործում եւ կարծում եմ էլի կշարունակեն այդպիսի հաջողություններ արձանագրել, որովհետեւ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այդ շանտաժը, ներքին կներեք այս բառի համար աբիժնիկներին օգտագործելը բարձում է շատ արդյունավետ է եւ եկեղեցին էլ ես առայժմ կաթողիկոսի կողմից ամենայն դեպս այդպիսի ակտիվ դիմադրություն չեմ տեսնում, հաշվի առնելով, որ նա վստահաբար ունի տասնյակ 100,000-ավոր հետևորդներ հայ առաքելական եկեղեցի, ովքեր կարող են պաշտպանել։ Առայժմ դա չի եղել եւ ես վախենամ, թե հասարակությունը սկսել է այդ հարցը ընկալել ոչ թե հարձակում եկեղեցու դեմ իշխանությունների կողմից, այլ շատ ավելի այլ տեսանկյունից են նայում, այլ եկեղեցի խաղաղություն չի ուզում, եկեղեցին ռևանշիստ է, ազգային արժեքների հետևից է ընկել, վերացական հայրենիքի, մինչդեռ կա խաղաղություն, իրական հայրենիք, եւ այս կեղծ երկընտրանքն է նաեւ որ իշխանություններին հնարավորություն է տալիս այդքան հեշտորեն քանդել, քայքայել, պառակտել 1700-ամյա տարուց։ Իսկ նպատակը, պարոն Բաղդասարյան, ո՞րն է նպատակը, ինչով էր էլի եկեղեցին այսպես վտանգ սպառնում այս իշխանության համար։ Նախ եկեղեցին մեծ հաշվով դիմադրում է, հակադրվում է Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Այսինքն դեմ է, որ փոխվի մեր ինքնությունը, դեմ է, որ փոխվի մեր անցյալը, մեր ընկալումները, մեր պատմությունը։ Այսինքն չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծի մեջ։ Եվ Նիկոլ Փաշինյանը դա ընկալում է որպես բնականաբար խոչընդոտ, լուրջ խոչընդոտ։ Բացի այդ ես վստահ եմ, կա նաև արտաքին ճնշում Ադրբեջանի կողմից, գուցե նաև Թուրքիայի կողմից, որը գուցե ուղղակիորեն չի արտահայտվում, ուղղակի չեն ասում գնացեք եկեղեցին քանդեք, բայց ասում են քանդեք, կազմաքանդեք բոլոր այն կառույցները, որոնք կարող են հետագայում ռևանշիզմի աղբյուր դառնալ։ Իսկ եկեղեցին այդպիսի պոտենցիալ ամենահզոր, ամենահազդեցիկ կառույցը կարող է լինել։ Ուրեմն այս երկուսն են գումարվում։ Եվ սրան գումարվում է նաև այն, որ քանի որ եկեղեցին իր էությամբ, իր բովանդակությամբ հաստացի դեմ է այս իշխանությունների վարած քաղաքականությանը, ուրեմն կարող է նաև լուրջ գործոն դառնալ ներքաղաքական պայքարի։ Այսինքն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը նաև այդ առումով է վտանգ տեսնում եկեղեցուց։ Եվ փորձում է միաժամանակ եւ ներքաղաքական պայքարում իր դիրքերը ամրապնդել եւ դուր գալ Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետեւ առանց նրանց լոյալության ինքը չի կարող վերարտադրվել։ Տեսեք Նիկոլ Փաշինյանի հիմնական կռվանը նախընտրականորը ես խաղաղություն եմ բերել, բայց այդ փուչիկը կարող է ընդհանրապես մի կրակոցով պայթել ուղղակի։ Եվ Ադրբեջանը իր այդ լռությունը, որ ասում են մենք առավելություն ենք տվել նախընտրական, օգտագործում է դրա դիմաց պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը այո կատարի այս քայլերը, քանդի այն կառույցները, որոնք երբևէ կարող են այստեղ դիմադրության նոր օջախ ծնել։ Իսկ կհաջողվի արդյոք, պարոն Բաղդասարյան, երբ որ խոսում եք օրինակ կաթողիկոսի հնարավոր այսպես դիմադրության մասին, ինչ նկատի ունեք, ինչ տեսակ պիտի լինի։ Գիտեք խոսքը ինչի մասին է։ Եկեղեցին պիտի համառորեն թույլ չտա, որ պետությունը միջամտի եւ պետությունը ընտրի կաթողիկոս։ Սա է միշտ ինչպես եղել է։ Եկեղեցին պիտի թույլ չտա, որ պետությունը միջամտի իր գործերին։ Դե փաստացի հիմա կաթողիկոսը ասում է չի հեռանալու, պատճառ չկա, երեք Աշակ Սրբազանը ամենայն դեպս ասաց։ Այո, ասաց եւ դա լավ է, պարզապես նա ասել էր նաեւ մի շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ եւ ինչ հաջորդեց դրան։ Նիկոլ Փաշինյանը իր թիմով կարողացան 10 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս պոկել տանել մի կողմ։ Շարունակվի պասիվ դիրքորոշումը կարծում եմ կարող են եւս 10 հոգու պոկել տանել կամ չգիտեմ վարդապետներ, աբեղաներ, այսինքն պարակտումը հենց այդպես է լինում։ Եվ ի վերջո տեսեք, այստեղ մի հարցի վրա էլ կցանկանայի ուշադրություն դարձնել, թե ինչպես է ընդդիմությունը այդ քարոզչական խայծը կուլ տալիս։ Այդ 10 եպիսկոպոսներին ընդդիմադիր քարոզչությունը, քարոզչությունը անմիջապես սկսեցին ինչ անուն ասես կպցնել, չէ՞։
Եվ ինչ ստացվեց, անուղղակիորեն սկսեցին հաստատել Փաշինյանի պնդումը, որ մեր եկեղեցին անբարոյականության, անարագության որջը պետք չէր մտնել այդ դաշտ։ Պետք էր պարզապես շեշտը դնել նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը անօրինական է եկեղեցու տեսանկյունից, եկեղեցու ներքին գործերին միջամտելու տեսանկյունից, եւ ոչ թե մտնել նրա դաշտ, կոմպրոմատների դաշտ, զազրախոսության դաշտ, հայհոյախոսության դաշտ։ Ցավոք ընդդիմադիր քարոզչությունը այդ խայծը կուլ տվեց եւ հասարակության մեջ խորացրեց այն գիտակցում, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, սրանք են, այսպեսին պետք չէ դա անել։ Իսկ այս փուլում օրինակ 10 եպիսկոպոսների կարգալուծությունը կլուծի հարց։ Կապ չունի կլուծի հարց, թե չի լուծի։ Կաթողիկոսը պարտավոր է դա անել, որովհետեւ նրանք խախտել են եկեղեցու կարգը։ Չէ՞ որ աշխարհի կյանքում ինչպես է, ասենք կա հանցագործություն եւ կա հանցավոր անգործություն։ Այսինքն կաթողիկոսի ուզել չուզելով չի։ Եթե նա հարգում է իր իսկ ղեկավարած եկեղեցու կառույցի կանոնադրությունը, նա պարտավոր է այդպես վարվել։ Իր ուզելով չի։ Եթե ոչ, ստիպված կլինենք ընդունել, որ նա փաստորեն տրվում է իշխանությունների քաղաքական ճնշումներին եւ այնինչ պարտավոր էր անել չի անում։